Թալանչի են ասում նախկիններին, ձեր տպավորությամբ հիմա ովքեր են իրական թալանչիները, տեսնում եք ԿՊԱ-կան պաշտոնյաների ցոփ ու շվայտ կյանքը։ Չնայած մի Նիկոլիկյանին է ինչ որ պետք է թալնեց, արդեն քյաֆն է մնացել, ագել Հայաստանը դարձել է խոպան, ուրիշ ջան, ընդամենը խոպան է, կար հələ խոպան տեղեք աշխատին որոշ առում, ոստեղ չեն աշխատի, կան չեն որ տանում։ Չէ, սրանց իրանք ինչ որ փորձ են պաշտոնական ձևակերպում տան բարձր աշխատավարձերի, բարգեւավճարների, բայց դա թալանի տեսակ է, գոյություն ունի միջին աշխատավարձի չափ ամենաշատը կարող են կրկնապատիկը ստանալ։ Նրանք որ բիզնեսմեն մարդիկ են ունեցել են, եղավ թալան։ Թող բարձաբանը ինչքան է թալանը, ինչ է արել, բայց ինչու չի բարձաբանը։ Խոսելով չէ։ Այդ մարդիկ աշխատել են, 10 տարի աշխատել է, ապացուցել է Ռոբերտ Քոչարյանը, 10 տարի ապացուցել է, որ ինքը կարող է երկիրը պահել։ Ու ես ուզում եմ նորից վերադառնալ։ Իսկ այսօրվա վարչապետը չի թալանում։ Այն էլ ինչ կա, գաղտնի։ Սպասի, իրանք հեռանան, նոր իրանք ճաղերու հետևում կեստան։ Իրանք ավելի շատ են կողոպտել, թալանել, 7 տարի նստել են, ոչինչ չեն արել։ Այնտեղ արտգործնախարարը, այնտեղ ազգային ժողովի նախագահան, ինքը ով եք դուք, ինչեր եք։ Մենք տեսել ենք իրանց աշխատանքը, բալաջան, մենք չենք ուզում նորից ինքը վերընտրվի, բայց չգիտեմ, ինքը իրան արդեն ընտրվել է, ինքը իրան։